Թանկ է լինելու ծիրանն այս տարի, դեռ չհասած թափվել է ծառերից։ Ես արդեն 66 տարեկան եմ, այս ձևի բան ես չէի տեսել։ Չգիտեն ինչ անեն նշանավանցիները, մի տարվա ապրուստը երկուշաբթի կարկուտը հողին է հավասարեցրել։ Ուղիղ 2 ժամից ավել կարկուտ այք է։ Այս տարվա հետ էլ հույս չեն կապում արտաշատցիները, ծիրանի 80%-ը փչացրել է կարկուտը, չգիտեն մյուս տարի ինչ կլինի։ Իմ ջերմոցները լրիվ ջրի մեջ է, լրիվ մեջը լոբի է, այնի չորանալու է 100%-ով, ծաղկած արդեն լոբին էլ վրենա, լրիվ չորանալու է։ Էլ որն ասի, որը թողնի Ռաֆիկ պապը։ Մեզ սա ժողովրդի հույս հավատը էն էլ այս ձև եղավ։ Ասում է, ինչին կարկուտը չի հասցրել ձեռք տալ, անձրևն է խեղդել։ Երեք իրիկունը պիտի գային, ծիրանը նային, ժողովրդին ինչ-որ բեհ տային, որ իրանցով անեն, որ տանեն։ Էլ գար ինչ անեն։ Ինչ անի Արթուրը, որ 3 ժամում իր դաշտի կողքի հակակարգտային կայանը գոնե 3 անգամ չի աշխատել։ Ոսկիդ գոնե 5 անգամ որ կրակեր, էլի կիմանային, կրակեց։ Այսօրվա պես հիշում է 2018 թվին իր մեքենայի վրա գրել էր Նիկոլ մեր կողքին։ Հիմա ոչ Փաշինյանն է աշխատում, ոչ հակակարգտային կայանը։